Եվս մեկ անգամ բարի լույս լինես, մենք վերադարձանք տաղավար, առավոտյան ժամը 9-ից ենք աշխատում մինչև ժամը 11:30 ու բավականին հագեցած առաջին հատվածից հետո այս բանը արդեն ճիշտ ժամանակն է, որպեսզի շարունակենք։ Ես շտապեմ ասեմ ու ներկայացնենք նաև մեր հյուրին, որովհետև կարևոր թեմայի ենք անդրադառնալու։ Տարիներ առաջ լինես մայիսի 5-ին ընդունվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, եւ այսօր ունենք եւս առիթ խոսելու, բարձրաձայնելու այս կարևոր թեման։ Եվ այսպես մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ամեն դեպքում ճիշտ է, առհասարակ պաշտպանության օրը որպես օֆիցիալ դեկտեմբերի 3-ն է նշվում, մենք էլ պարբերաբար անդրադառնում ենք այդ օրվան, այդ կարևոր օրվան, բայց շատ տարիներ առաջ ընդունվեց օրենքը հենց մայիսի 5-ին։ Ու կուզենայի խոսել նախ օրվա կարևորության մասին, հետո արդեն եւս մեկ անգամ բարձրաձայնենք այն խնդիրները, որոնք ցավոք սրտի դեռևս կան ու դեռ ակտուալ են։ Նախ շնորհակալ եմ այս շատ կարևոր թեմային հենց այսպիսի ձևաչափով անդրադառնալու համար, որովհետև կարծում եմ, որ իրապես առանցքային է, որպեսզի մենք անընդհատ բարձրաձայնենք թեմայի ոչ միայն կարևորությունը, այլ նաև ցույց տանք, որ մեր հասարակությունը հարգանք ունի բազմազանության նկատմամբ, այդ թվում տարբեր առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ, եւ եթե խոսենք օրենքի ընդունման ու ընդհանրապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին, ապա պետք է նշել, որ այո, շատ կարևոր է ունենալ նաև խորհրդանշական օրեր իրավունքների վերաբերյալ խոսելու համար, բայց կարևոր է նաև ամենօրյա ռեժիմով ուշադրություն դարձնել ոչ միայն խնդիրներին, այլ պարզապես նրանց իրավունքների խթանման տարատեսակ մեխանիզմներին, որոնք միանշանակ պետք է յուրաքանչյուրիս ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն իմ նշած այդ բազմազանության նկատմամբ հարգանքի համատեքստում եւ հենց այդ տեսանկյունից էլ շատ կարեւոր է, որպեսզի մենք այսօր կարողանանք խոսել թե խնդիրների, թե նաեւ այն բոլոր հնարավոր ձևաչափերի մասին, որոնք կարող են այս անձանց իրավունքների պաշտպանությունը դարձնել շատ ավելի արդյունավետ եւ ամբողջական մեր երկրում։ Տիկին Մանասյան, սկսենք հենց խնդիրներից, որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են, հաշմանդամություն ունեցող անձինք։ Պիտի նշեմ, որ այս ոլորտում ցավոք խնդիրները բազմաթիվ են եւ դրանք պայմանավորված են տարբեր հանգամանքներով։ Առաջին հերթին կուզենամ արձանագրել այն կարծրատիպային մոտեցումները ընդհանրապես, որ մեր հասարակությունում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում նրանց ներգրավվելու եւ այլ հարցերի առումով, ինչը բնականաբար շատ խնդրահարույց է դարձնում թե հանրության կողմից ընկալումը, թե նաեւ անձանց ներգրավումը հասարակական կյանքում, աշխատաշուկայում եւ մնացյալ այլ միջավայրերում։ Սրանից բխող հաջորդ խնդիրը հենց հանրային կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ոլորտում առկա խնդիրներն են, որովհետեւ իրապես շատ քիչ են նախ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք պատշաճ կերպով հնարավորություն ունեն ներգրավվելու հանրային կյանքում, բայց դրա հետ մեկտեղ նաեւ քիչ են խթանիչները պետության կողմից կիրառվող, թեպետ պիտի պարտադիր նշեմ, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է ընդհանուր առմամբ ուշադրությունը այս խնդիրների նկատմամբ, բայց միևնույն է հիմա էլ չի կարելի համարել, որ միջազգային չափանիշներին համապատասխանող բոլոր գործիքակազմերը կիրառվում են։ Աշխատաշուկայում ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց բավականին քիչ է եւ կուզենամ նշել այդ տեսանկյունից խնդրահարույց է։ Պետությունը իհարկե փորձել է մի քանի այդպես միջոցառումներ կիրառել ավելի խթանելու աշխատաշուկայում ներգրավումը, սակայն կուզենամ նշել, որ չեմ համարում, որ այս ծրագրերը բավարար չափով իրացված կարելի է համարել եւ բավարար են այն քայլերը, որոնք ձեռնարկվել են, որովհետեւ դեռևս շարունակում է շատ մեծ խնդիր լինել նշված անձանց ներգրավումը աշխատաշուկայում։ Կամ օրինակ մեր միջավայրի մատչելիության հետ կապված խնդիրները։ Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք այն մասին, որ այո, հարգում ենք այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է պարտադիր բոլոր միջավայրերում հավասարապես ներգրավված լինեն հասարակական կյանքում, հանրային կյանքում, ամենօրյա կյանքում, բայց ցավալիորեն միջավայրը մատչելի չէ։
Օրինակ, եթե խոսենք թեքահարթակների արկայության մասին, ապա պիտի նշեմ, որ սա շատ լուրջ խնդիր է, նույնիսկ խնդիր է այն պարագայում, որ շենքերն են նոր կառուցվում կամ վերակառուցվում։ Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այս դեպքերում նոր շենքերը, այո, պահպանված չեն այդ նորմերի տեսանկյունից։ Երկրորդը, երբ մենք ասում ենք միջավայրի մատչելիություն կամ խելամիտ հարմարեցումներ, բոլորն անմիջապես խոսում են բացառապես թեքահարթակների մասին, բայց թեքահարթակները չէ միայն, որ երաշխավորում են մատչելիություն, օրինակ կան տեսողության խնդիրներ ունեցող անձինք, լսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց համար եւս պիտի լինեն խելամիտ հարմարեցումներ։ Օրինակ, նույն տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կրթության համար բրայլյան ձևաչափով գրքերի արկայությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնց վերաբերյալ կարելի է շատ երկար խոսել։ Ես երևի թվարկումը չշարունակեմ, որովհետեւ կարող ենք շատ երկար այդ ուղղությամբ խոսել, եթե որևէ կոնկրետ հարցադրումներ լինեն, շատ ուրախ կլինեմ դրանց պատասխանել։ Իրականում կարծես թե ժամանակակից աշխարհում պետք է որ Հայաստանն էլ, հա, նմանատիպ խնդիրների մինիմալի բերացած լիներ, այսինքն մենք երբևէ չբախվենք նման խնդիրների, բայց արյութես որ դեռ ակտուալ են նման խնդիրները։ Ձեր նշած ծրագրերը, որ դուք ներկայացրել եք թեկուզ պետությանը, այդ օրինակ, սա զուտ օրինակ, հա, նորակառույց ինչ-որ մի բնակելի շինություն է կառուցվում, ծրագրի մեջ ինչու օրինակի համար չի ներգրավում պարտադիր ծրագիր որպես խնդիրներ ինչ-որ չափով առողջական ունեցող մարդկանց համար, որպեսզի ավելի էջերին լինի, ավելի մատչելի լինի, ավելի հասանելի լինի, կամ սա միայն բնակավայրի մասով էր այդ խնդիրը, նաև հանրային տարածքներում առհասարակ մարդկության կողմից ինչպիսին է վերաբերմունքը։ Կարծես թե մենք ինքներս մեզնից պետք է սկսենք առաջի հերթին, մենք ինչպես ենք վերաբերվում եւ հասարակությունը այսօր կա արդյոք այդ խնդիրը թե ոչ։ Ես կարծում եմ, որ ցավոք մենք պատշաճ ընկալում չունենք ընդհանրապես այս ոլորտի մասին եւ ընդհանրապես մեր հանրությունը շատ քիչ է շա որպես առաջնահերթություն դիտարկում։ Դա նկատել ենք նաեւ մեր աշխատակազմի հետ այն բոլոր իրավիճակներում, երբ շատ ակտիվացնում ենք աշխատանքները այս ոլորտում, շատ դեպքերում նաեւ թիրախավորվում ենք այն պատճառով, որ սա առաջնահերթ խնդիր չէ, ինչու է օրինակ այս խնդիրների վերաբերյալ խոսում կամ բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ եւ սա իրապես ցույց է տալիս թե մեր հանրային ընկալումները, թե նաև մեր հասարակությունում արկա հիմնական դերակատարների, թե քաղաքական, թե իրավական, թե այլ դերակատարների ընդհանուր պատկերացումը ոլորտի առնչությամբ։ Մինչդեռ ցանկացած երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի պատշաճ կամ ոչ պատշաճ լինելը առաջին հերթին գնահատվում է այն հանգամանքով, թե ինչքանով են պաշտպանված հենց խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքները։ Եվ այս առումով շատ ճիշտ նկատեցիք հանրային ընկալման տեսանկյունից, որի վրա պետք է կարծում եմ ազդեցություն ունենա նաև պետությունը, որ այստեղ իրոք շատ են անելիքները։ Ինչ վերաբերում է ձեր նշած մյուս հարցերին, մասնավորապես օրինակ մատչելիության երաշխավորման, ապահովման հետ կապված հարցերին, նույն նոր կառուցվող կամ վերակառուցվող շինությունների հետ կապված, պետք է նշեմ, որ մեր մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ սովորաբար նախագծային փաստաթղթերում այս փուլում արդեն նախատեսված են լինում այդ հարմարեցումները, բայց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ կամ դրանք չեն պահպանվում աշխատանքների կատարման ընթացքում։ Այսինքն նախագիծը ներկայացնելուց ամեն ինչը կա։ Սովորաբար այո, համենայնդեպս ամեն ինչ կա, բայց չկա։ Մեր մշտադիտարկման արդյունքները դա են ցույց տալիս, ավելին ասեմ, երբեմն օրինակ նույն եթե խոսենք թեքահարթակների մասին, թեքահարթակները նկատում ենք, որ արկա են, բայց դրանք չեն համապատասխանում չափանիշներին։ Կամ օրինակ ավտոբուսները եւս պիտի հարմարեցված լինեն, մատչելի լինեն, եւ երբ մենք հարցումներ ենք ուղարկում տարբեր մարմիններին, պատասխան ենք ստանում, որ այո, տրանսպորտային միջոցը մատչելի է, հատկապես հանրային տրանսպորտի տեսանկյունից, երբ գնում ենք մշտադիտարկում իրականացնելու, տեսնում ենք, որ իրականում տրանսպորտային միջոցը ունի բոլոր հնարավոր տեխնիկական հագեցվածությունը, որպեսզի այն լինի մատչելի, բայց դա չի օգտագործվում, ինչը միանշանակ խնդիր է, հետևաբար այս տեսանկյունից մենք պետք է ոչ թե պարզապես ձևական առումով, այսպես հռչակագրային ասենք, որ այս ամենը կարևոր է եւ պետք է ունենանք, այլ պետք է իրապես այնպիսի միջավայր ձևավորենք, որտեղ մարդիկ
անկախ իրենց ունեցած առանձնահատկություններից իրենք կարողանան բոլորի հետ հավասարապես ներգրավել ընդհանուր հասարակական կյանքին եւ կարծում եմ, որ այդ թվում այսպիսի ձևաչափով խնդիրների վերաբերյալ խոսելը եւ անընդհատ խոսելը եւս ունի կարեւոր նշանակություն։ Իհարկե։ Որոնք են վերջին տարիներին ամենակարևոր կատարված քայլերը։ Երևի թե իրականացված կատարված Երևի թե կարևոր քայլերից մեկը հենց այն է, որ կարծում եմ վերջին տարիներին շատ է խոսվում հենց խնդիրների մասին, նաև հենց պետության մակարդակով բարձրաձայնվում է այս ոլորտի կարևորությունը եւ նաև փորձեր են կատարվում ոլորտը շատ ավելի մեծ ուշադրության կենտրոնում պահել, մասնավորապես նույն միջավայրի մատչելիության եւ նմանատիպ այլ խնդիրների հետ կապված բազմաթիվ են քննարկումները, բայց կուզենամ դարձյալ արձանագրել, որ այստեղ պետք է ոչ թե սահմանափակվենք պարզապես մի քանի քննարկումներ ունենալով, որոնք եւս իրապես շատ կարեւոր են, այլ պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք փաստացի իրացմանը։ Դարձյալ պիտի նշեմ, որ կան նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր այսօր հանրային կյանքում են նաեւ ներգրավված, ազգային ժողովի падգամավոր կամ նաեւ աշխատաշուկայում ունենք հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածություն, բայց ինչպես նշեցի, դա բավարար չէ, որովհետև այն ընդհանուր միջավայրը, որը պիտի առկա լինի, այսինքն այս ամենը պիտի ոչ թե դիտարկվի որպես բացառություն, այլ որ ունենք մի այսպիսի բացառիկ դեպք կամ երկու դեպք, այլ սա պիտի լինի սովորական օրինաչափություն։ Նաև պետությունը փորձ է անում վերջին տարիներին համայնքահեն ծառայությունները զարգացնել, օրինակ անձնական օգնականի ինստիտուտը եւ այլն, ինչը շատ կարեւոր է հաշմանդամություն ունեցող անձանց հենց կյանքի բոլոր բնակավարներում ինքնուրույն ներգրավվելու, ինքնուրույն որոշում ներկայացնելու եւ այլ հարցերի տեսանկյունից, որը դարձյալ շատ կարևոր քայլ է, բայց չեմ կարծում, որ այս ձևաչափով, ինչ ձևաչափով իրականացվում է, դեռ բավարար է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից, նաեւ կուզենամ այս ձևաչափով խոսենք հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների մասին, որովհետեւ շատ դեպքերում ծնողները, հիմնականում մայրիկները, իրենց ամբողջ կյանքը անց են կացնում պարզապես երեխաների խնամքով զբաղվելով եւ նաեւ կար մի փուլ, երբ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցերը այսպես ավելի խարանի տեսքով էին ընկալվում, եթե որևէ մեկը ունի հաշմանդամություն ունեցող երեխա, կարծում եմ դա արդեն իսկ փոխվել է տարիների Ես էլ եմ կարծում, որ փոխվել է միանշանակ, այսինքն փոփոխությունները միանշանակ են, բայց ցավոք այսօր ունենք մարդիկ, ովքեր այդ ամենի միջով անցել են եւ բնականաբար շատ կարեւոր է, որ հիմա կարողանանք այնպես զարգացնել հենց այդ նույն համայնքահեն ծառայությունները, որ այլևս չունենանք օրինակ նույն ծնողներ, ովքեր նախ անցնում են այդ հոգեբանական ամբողջ ճանապարհի միջով, բայց դրան հետ մեկտեղ նաեւ օրինակ իրենք չեն կարողանում ռեալ կյանքին ներգրավել, օրինակ շուկա ներգրավել եւ մի շարք այլ հարցեր, այնպես որ այս խնդիրները եւս, որոնք կարող են առաջին հայացքից երկրորդական թվալ, դրանք եւս պիտի հասցեավորվեն։ Նաեւ ունենք հասարակական խորհուրդ։ Ինչ դեր ունի խորհուրդը։ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, այո, գործում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խորհուրդ, հասարակական խորհուրդ, որտեղ ներգրավված են այս խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, հենց հաշմանդամություն ունեցող անձինք եւ նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հարազատներ։ Սա իրապես շատ կարեւոր հարթակ է նաեւ ինձ համար, իմ աշխատակազմի համար, որովհետեւ կարողանում ենք ինքներս հենց այդ անձանց հետ հաղորդակցության միջոցով բացահայտել այն իրական խնդիրները, որոնք գոյություն ունեն։ Շատ դեպքերում պետության կողմից իրականացվող ծրագրերն ենք մենք քննարկման առարկա դարձնում եւ փորձում ենք միասին հասկանալ, թե օրինակ այս ծրագրում խնդիրները որոնք են, ինչպես է պետք կատարելագործել այդ ծրագիրը, որպեսզի այն իրապես լինի թիրախային եւ հենց այդ անձանց կարիքների վրա հիմնված եւ նաեւ մենք շատ լավ փորձ ենք ունեցել օրինակ հաջողության պատմություններ էինք նկարել հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր այսօր ներգրավված են տարբեր բնակավարներում, հանրային կյանքի, աշխատաշուկայում եւ այլն
կան եւ շատ կարեւոր էր մեզ համար նաեւ ներկայացնել նրանց պատմությունները եւ նաեւ մեր խորհրդի շրջանակներում մշտապես քննարկման առարկա ենք դարձնում տարատեսակ հարցեր, այդ թվում օրինակ այլընտրանքային զեկույցի ես ինքս ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին եւ այդ զեկույցը ամբողջությամբ քննարկված էր եւ հաշվի առնված էին բոլոր նկատառումները, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեին եւ նաեւ մեր մշտադիտարկման այցերին ենք ներգրավում հաշմանդամություն ունեցող անձանց, օրինակ վերջին Գյումրիի ընտրությունների ընթացքում, երբ մեկնել էինք հասկանալու թե որքանով են մատչելի տեղամասերը կամ նույն ավտոբուսները մշտադիտարկելիս եւ նաեւ մնացյալ այլ մշտադիտարկման այցերին, ինչը կարծում եմ շատ կարեւոր է նաեւ ցույց տալու համար, որ յուրաքանչյուրս պետք է հավասարապես ներգրավված լինի բոլոր բնակավարներում։ Շնորհակալություն Տիկին Մանասյան։ Շատ շնորհակալություն հարցազրույցի համար։ Մենք թե առաջնալիքը, թե առավոտլուսոն, թե նաև մենք միշտ պատրաստ ենք առիթ բաց չթողնելու, որպեսզի անդրադառնանք նման կարևոր հարցերի եւ ամեն անգամ բարձրաձայնել խնդիրների մասին։ Եվ հուսանք, որ մյուս այցին արդեն կխոսենք այլ արդյունքների մասին։ Ես նույնպես հույս ունեմ, ձեզ եմ շնորհակալ նաև ձեր մոտեցումների համար։ Շնորհակալություն։ Սիրով, ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք շարժվենք առաջ։